و به همین دلیل من الان دارم میرم زندان که همه زندانی ها رو ببینم. Երեք նախագահի հետ հանդիպմանը նախագահը ասաց մեր բանտերը, կալանավայրերը օրենքով բաց են եւ երբ դուք ցանկանաք կարող եք այցելեք որևէ կալանավայր, բայց հիմա ես ցանկանում եմ գնալ կալանավայր եւ այցելել նրանց. من خودم زندانی سیاسی بودم و بسیار علاقه‌مندم به سرنوشت زندانیان سیاسی. Ես ինքս եղել եմ քաղբանդարկյալ եւ առանձնապես հետաքրքրված եմ քաղաքական բանդարկյալների ճակատագրով. و همچنین من 20 ساله که از زندانیان سیاسی تو کشورم به طور مجانی دفاع میکنم تو دادگاه. Եվ ես արդեն 20 տարի է որ անվճար պաշտպանում եմ քաղաքական բանդարկյալների շահերը դատարաններում Իրանում. بنابراین من به زندانی سیاسی در هر کشوری که باشه به سرنوشتش علاقه‌مندم و با علاقه سرنوشتش رو دنبال میکنم. Այնպես որ ես որտեղ էլ լինեմ, որ երկրում էլ լինեմ, անպայման մեծ հետաքրքրությամբ հետևում եմ քաղբանդարկյալների իրավիճակին, ճակատագրին. Երեք նախագահի հետ հանդիպման ինչ տերմին է օգտագործել նախագահը, որովհետև հայտնի է որ իշխանությունները քաղբանդարկյալ տերմինը չեն. نه ایشون این کلمه رو نگفته. Ոչ, նա այդ բառը չի ասել. اما به من گفتن که میتونی هر موقع تو زندان هر کسی که خواستی ببینی. Բայց նա ասել է որ կալանավայրում որ ցանկանաք, որ ցանկանաք կարող եք այցելել. Ես ցանկանում եմ Փաշինյանին եւ ոչ միայն Փաշինյանին տեսնել, բայց ի սկզբանե գտնում եմ որ ժուրնալիստի տեղը բանտում չէ. Իսկ երեք երբ ինքը ասել է նախագահային քաղբանդարկել, ինչպես է արձագանքել նախագահը իր տերմինը օգտագործելուն. ایشون گفتن که کسانی که در زندان هستند یک عمل خلاف قانون انجام دادند و به همین دلیل در زندان هستند و کلمه زندانی سیاسی رو نگفتند. Նա ասաց որ նրանք ովքեր բանտերում են կատարել են օրենքին հակառակ ինչ-որ գործողություն եւ նրանք այդ պատճառով են բանտերում եւ ոչ թե քաղաքական նկատառումով. در اینجا گفتن که 14 زندانی سیاسی داریم. Այստեղ ասվել է որ ունենք 14 քաղբանդարկյալներ. و متاسفانه در ایران بیش از 1000 تا. Ցավոք Իրանում ավելի քան 1000 են քաղբանդարկյալները. و در اینجا گفتن که هر موقع که بخواین میتونین زندانی‌ها رو ببینین و من الان دارم میرم اونا رو ببینم. متاسفانه در ایران این امکانات نیست. Մեզ ասել են այստեղ կարող եք բանդարկյալներին երբ ցանկանում եք այցելեք եւ ես հիմա գնում եմ այցելեմ. Ցավոք Իրանում այդ հնարավորը չափազանց սուղ է. Նկարում է,